Սուրճ առավոտից։ 9:30 սիրով ենք ասում բարի լույս, նրանց ովքեր այս պահին միացել են մեզ, լսում են Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ուրախ ենք կրկին ողջունել։ Նոր աշխատանքային շաբաթը սկսված է եւ մենք ձեզ ասում ենք այո, թող այն լինի արգասաբեր եւ եւս մեկ անգամ ողջունում ենք։ Մայիսի 12-ն է, օրը երկուշաբթի, միասին սկսում ենք հերթական աշխատանքային շաբաթը եւ ինչպես միշտ բոլորից մաղթում ենք հաջող շաբաթ։ Եվ ձեր աշխատանքային ծանր երկուշաբթին սկսում եք Տիգրան Հարությունյանի եւ Լուսինե Մուրադյանի հետ։ Միացեք մեզ։ Սուրճ ռուսեր առավոտից 9:34 րոպե ասում ենք բարի լույս նրանց ովքեր 2025-ի 20-րդ աշխատանքային շաբաթը սկսում են մեզ հետ։ Եվ այո, մենք էլ առանց ձեզ կյանք չունենք, սիրելի ռադիո լսողներ, երկու մեջ այդպես էր ասում, այսօր որոշել ենք մի քիչ այդ հայկականը մի քիչ ֆոլկլորային տրամադրություն փոխանցենք ձեզ, կարծում եմ դեմ չեք։ Մայիսի 12-ն է, օրը երկուշաբթի, այսօր ի դեպ ամբողջ աշխարհը նշում է բուժքույրերի օրը։ Այո, Արի ողջունենք նրանց, ովքեր հիմա բուժ հիմնարկներում կամ այսպես ծանր գիշերային հերթափոխից հետո նստել են մի բաժակ սուրճ խմեն ու լսում են մեզ։ Իմիջայլոց ասեմ, որ այսպես բուժառուի լավ արդյունավետ բուժման ընթացքի կարևոր
այսպես ասած գործոնը մարդը դա նաև բուժքույրն է, որովհետև բուժառու է անմիջական տրամադրությունը, հա, ոգևորվածությունը իսկապես մեծամասամբ կախված է նաև բուժքրոջից, որը գալիս է, փորձում է օգնել, օգտակար լինել, ինչու ոչ կատակներ անել, լավ տրամադրություն փոխանցել, խնամել ի վերջո ծանր եւ կարեւոր գործ է կանում հարգելի բուժքույրեր, այո, որովհետեւ այդ տանդեմն է պիտի շատ լավը լինի բժիշկ-բուժքույր հարաբերությունների։ Մենք այսօր կմանրամասնենք այդ մասին, կխոսենք, թե։ Իդեպ ասեմ, որ պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշվում է հենց այսօրը, մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է։ Հետաքրքիր է ինչով է այս բուժքույրը առանձնացել, այո, հետաքրքիր է օրինակ ինչու հենց երևի այն ժամանակ ինչ որ բրիտանացի է, նա իդեպ ասեմ, նաեւ հասարակական գործիչ, բացի բուժքույր լինելուց մենք կփորձենք այսինքն սխրանքներ է գործել ըստ երևույթին, այո, ինչու ոչ։ Այնպես որ մենք այսօր այդ կարևոր մասնագիտության մասին կխոսենք, որովհետև իսկապես շատ կարևոր մասնագիտություն է, հատկապես հիվանդանոցներում։ 1965 թվականից, եթե չեմ սխալվում, նշվում է բուժքույրերի օրը։ Օ, բրավո, այո։ Բուժքույրերի միջազգային խորհուրդ գոյություն ունի եւ հենց նրանց նախաձեռնությամբ է սկսվել նշվել այս օրը։ Ահա, հետաքրքիր է։ Փաստորեն 1953 թվականին Միացյալ Նահանգների առողջապահության, կրթության և սոցիալական հարցերի նախարար Դորոտի Սաթերլանը առաջարկել է նախագահ Դյուիթ Էյզենհաուերին նշելու բուժքույրերի օրը, իսկ նա այն չի ընդունել։ Ինչ հետաքրքիր է, իսկ ինչի չի ընդունել հետաքրքիր է։ 1974-ին արդեն հունվարին ընտրվել է մայիսի 12-ը, քանի որ այն հանդիսանում է ժամանակակից բուժքույրերի հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը, ինչպես արդեն հասկացանք, եւ ամեն տարի բուժքույրերի միջազգային խորհուրդը պատրաստում եւ տարածում է միջազգային բուժքույրերի օրվա գրքույկներ, որտեղ կան կրթական, հանրային, տեղեկատվական նյութեր ամենուրեք բուժքույրերի կողմից օգտագործելու համար։ Հետաքրքիր է։ Բուժքույրը նաեւ պետք է լինի հոգեբան, խառնվածքը։ Մի խոսքով այդ մանրամասները մենք այսօր կփորձենք բարձել։ Օրվա ծրագրի ընթացքում բնականաբար։ Իսկ մինչ այդ բացենք անհրաժեշտ տեղեկատվության պաշարը եւ տեսնենք թե ինչ չկա այսօր։ Ինչ չկա բաց ճանապարհ կոնկրետ, եթե խոսում ենք Ամբերտի բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիճ ավտոճանապարհի մասին է խոսքը, այն փակ է, դեռ փակ է։ Բայց չունենք իրականում բաց է Լարսը, այո, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դա հրաշալի է։ Ունենք օրվա փոխարժեք ամերիկյան $1 փոխարժեքը կազմում է 389.25, 1 եվրոն 439.39, 1 ռուսական ռուբլին վաճառվում է օրվա փոխարժեքը 4.72, այն ինչ մնաց վրացական լարին 141 է։ Այ իմիջիալից արդեն պիտի սկսենք երևի թե վրացական լարին էլ ասել, որովհետև ամառային սեզոնը սկսվում է եւ շատերին, բայց չմոռանանք կանադական, չէ, բրիտանական ֆունտ ստերլինգը 516.22 է եւ չինական յուանն է մոռացել 53.7, այն անփոփոխ է, շատ ստաբիլ։ Հոնկոնգի դոլարն էլ մի րոպե 50 է, այո, չէ, հնդկական ռուպին 4.5 է։ Երկու սիրած այդպես շարքից էր։ Իհարկե իմ շարքից էր, ոնց կարող էի բաց թողնել։ Այս պահին մայրաքաղաք Երևանում 17 աստիճան տաքություն է, օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ կարիք կլինի օգտագործելու անձրևանոց, մինչև 23 աստիճան կբարձրանա ջերմաստիճանում։ Իսկ առհասարակ ասում էին, թե մենք գնում ենք մարտ մի քանի օրով, հետո նորից վերադառնա։ Չէ, մայիսը կլինի անձրևային, դա ասվել էր այդ մասին։ Բայց ասեցին այս մի քանի օր 3 ինչ էր կատարվում ամբողջ հանրապետությունում։ 3 վայրկյանների ընթացքում քաղաքը քամին ուզում էր տանել, բայց այդպես էլ չստացվեց։ Օրինակ մեր դիմացի շենքի բոլոր լվացքի, պարանի լվացքը ամբողջությամբ տարավ։ Քամին տարավ, ուր տարավ չգիտենք, միայն քամին գիտի։ Նույնը վերաբերում է նաև հանրապետության առանձին շրջաններին, որտեղ եւս օրվա ընթացքում ցերեկը այսօր մասնավորապես կարճատև անձրև եւ ամպրոպ է սպասվում։ Օդի ջերմաստիճանը իդեպ մայիսի 12-ից 15 աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այո, ինչքան է իջնում։ Այնպես որ եթե ամառային շորերը հանել եք, տաք շորերը պահել եք, շատ իզուր շտապել եք։ Անձրև, կարճատև, բայց տաք։ Ես առաջարկում եմ նաև ուշադիր հետևենք եւ հասկանանք խցանումների մասը ինչպիսին է, իսկ այդ ընթացքում մտքովս մի բան անցավ։ Իսկ ինչու մենք չլսենք քամու մասին երգ, օրինակ, Տիգրան ջան, ինչ դուք ասես այդ ամենը։ Խցանումները անփոփոխ են, ինչպես յուրաքանչյուր աշխատանքային օրվա սկզբում, այո։ Ահա։ Կարմիրով 7 է այստեղ նշված, 7 բալանի։ Խցանում այս պահին փողոցները գիտեք նույնն են։ Բան չի փոխվել, չէ։ Բան չի փոխվել։ Այստեղ բոլորը դեպի փոքր կենտրոն են գալիս, հատկապես Խանջանի հատված, ռադիոտան մոտ։ Չէ, Տիգրան ջան։
Ինչու գալիս եմ ես տեսնել։ Հա, բա ոնց ամեն օր չէ, ամեն եթերից հետո չես գալիս ստորագրություններ բաժանում։ Անետա Ադամյանն ասում է բարի լույս, բարի անձրևային օր։ Արմեն Դավթյանը ասում է բարի լույս ձեզ, բարձր տրամադրություն բոլորիդ, իսկապես շնորհակալություն ենք հայտնում, այնպես որ բարձր տրամադրություն նաև փոխանցում ենք ձեզ։ Եվ իհարկե մենք գտանք այդ երգը, որ ուզում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել։ Այսօր մի նոր վերք է ավելանում ու իմ սերը Բոկվաշ ճուղի նման օրորվում է աշնանկամուց Օ կամի պոկիր իմ սեն արասավի Հետո համպուրիր բլոկված կեղևը ծարի Թող վերքը ծապ չպաճարի Ծարին թող ծապ չպաճարի Թող վերքը ծապ չպաճարի Ծարին թող ծապ չպաճարի Ախ կոնելաց եղիր դեթեք ու զայն հանիր Բայց այդպես մինայիր Ախ կոնելաց եղիր դեթեք ու զայն հանիր Բայց այդպես մինայիր Ասխերա բացել են աչկերա Ունայում են ապշած մեր վրա Մի սպանեք ձեր սերա Դուք երկրորդել չեք ունենա Իմ սեր ու հեռանում Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում Լուսնի աղոտ արտացոլում Աչկերիդ մեջ Դեմքի ճպիտը հուսատ Հույսերին վերջ Օ կամի պոկիր իմ սեն արասավի Հետո համպուրիր բլոկված կեղևը ծարի Թող վերքը ծապ չպաճարի Ծարին թող ծապ չպաճարի Թող վերքը ծապ չպաճարի Ծարին թող ծապ չպաճարի Ախ կոնելաց եղիր դեթեք ու զայն հանիր Բայց այդպես մինայիր Ախ կոնելաց եղիր դեթեք ու զայն հանիր Բայց այդպես մինայիր Աստղերը բացել են աչկերա Ունայում են ապշած մեր վրա Մի սպանեք ձեր սերա Դուք երկրորդել չեք ունենա Աստղերը բացել են աչկերա Ունայում են ապշած մեր վրա Մի սպանեք ձեր սերա Դուք երկրորդել չեք ունենա Սուրճ ու սեր առավոտից 9:45 րոպե շարունակում ենք վայելել մայիսյան առավոտը Ամառ էր ասում Տիգրան Դե ամառ էլի, բա ինչ է Ուզում ենք որ ամառ լինի Բայց ինչ որ ուզում է գարուն հետ գնալ Սուրտ գարուն Բարի լույս ունկնդիր, դուք եթերում եք Բարի լույս
Գայանեն է մեզ միացել, բարի լույս Գայանե։ Այո, ձեր մշտական ընկերները մշտական քարտով։ Կրկնակի մշտական։ Այո, ինչ ունեք մեզ ասելու այս առավոտ։ Ինչպես եմ սկսել։ Ինչ ունեք ասելու առասարակ մեզ։ Ահա, ես ուրեմն ասում շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին, բուժական հաստատությունների բոլոր աշխատակիցներին, հատկապես բուժքույրերին։ Եվ այսպես եմ, դուք ժամանակ բժիշկն ասել եք։ Հա, բայց չեմ հիշի հիմա, իհարկե ասում եմ։ Բժիշկ, եկ մեր տուն, այո։ Ված չէ մեր կատուն, մի ճարտվիր լավացավ, իսկույն ոտի կանգնեցավ, մեր բժիշկը ահագին, ճերմակ խալաթը հագին, Տիգրանի հետ մտավ տուն, ուր պարկած էր չար կատուն։ Նայեց սուր ճանկերը, շոյեց կերկեր հոնքերը, ծոցապետերը բաց արեց, գրիչն առավ ու գրեց։ Ոչինչ ձեր կատուն, նայել չունի տաքություն, մի ձուկ հենց կերավ, իսկույն ոտի կանգնեցավ։ Կեցե դոկտոր Այբալիկը։ Մեզ լավ են նայում, մեզ բուժում են, առնչվում են հետները, շնորհակալություն եմ հայտնում մեր Արմավիրի պոլիկլինիկայի բուժանձնակազմին, բուժքույրերին, մի քիչ ցավացնում են, ծակծկում են, բայց ծակում են, կարևորը ծակում են։ Եվ մեզ բուժում են։ Շնորհակալություն։ Շնորհակալ եք։ Բայց ես մի բան ասեմ, ես գիտեմ բուժքույրեր, որ այնպես են երակից արին վերցնում, որ նույնիսկ այդ ծակոցը չես զգում, իրականում կար այդպիսիք։ Իսկ դուք ունեք հետաքրքիր պատմություններ կապված բուժքույրերի հետ, եթե ունեք, ապա զանգարեք եւ կիսվեք մեզ հետ, իսկ մինչ այդ ես ներկայացնեմ մեկ լուր մարզաշխարից, Ասիայի 36-րդ տուրում Ինտերը Թուրինում 2-0 հաշվով հաղթեց Տորինոյին, ներաձուրիների կազմում գոլ խփեցին Նիկոլա Զալևսկին եւ Կրիստիան Ասլանին։ Ինտերի հայտարարությունից դուրս էր մնացել նաեւ մեր հայազգի այսպես հայտնի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ապաքինվում է վնասվածքից։ Եվ այս ախտանակից հետո Ինտերը գլխավորեց մրցաշարի նագուսակը 77 միավորով։ Սա ֆուտբոլասերների համար։ Ուրա։ Այո։ Այսպես ասենք, Օրվա օրացույցից ունենք հայտնի հոբելար, այսօր ծնվել է մեր շատ սիրելի երգիչներից մեկը։ Արման Հովհաննիսյանը։ Այո, մայստրո Ռուբեն Մաթեոսյանի աշակերտ, Արման, ով իսկապես այսպես կար մի ժամանակաշրջան, որ խնջույքները բոլոր իր երգերի տակ էին անցնում։ Դե Արմանը շատ սիրելի է, իր բարի, նաև որպես մարդ լավ անձնավորություն է։ Տեսակով ես էի ուզում ասել, թե որքան բարի է Արմանը։ Բարի, կամեցող, այդ բառն էի փնտրում, հրաշալի անձնավորություն է։ Արման, եթե մեզ լսում ես, ապա ողջունում Արմանին։ Ավելացնենք նաև, որ կարոտել ենք շատ քեզ Արման։ Գնացել ես հերուները ու մոռացել ես մեզ։ Վայելենք Արմանի կատարումներից մեկը, շարունակենք։
ուսեր առավոտից 9:52 րոպե սուրճը մեր սեղանին է, սերը հորդում է մեր ուղիղ եթերից։ Բարի լույս։ Այո, սուրճ ու սեր ձեզ ենք փոխանցում, նաև ստանում փոխադարձաբար եւ նաև սեր ենք ստանում պատուհանից այն կողմ մեր տեխնիկական անձնակազմից։ Շնորհակալ ենք ձեզ, Նորայր, Գոհար, Ինա։ Հրաշք եք։ Ինչպես ասում, բոլորը իրենց տեղում են։ Բոլորը նստած։ Իրականում մեր ժպիտի գլխավոր եւ մեր ժպիտի եւ լավ տրամադրության գլխավոր հավանավորները հենց նրանք են։ Ինչևէ, բարտերով ենք աշխատում։ Այո, փոխադարձ է ամեն ինչ։ Իսկ մինչ այդ իմ ձեռքի տակ հայտնվել տեղեկատվություն վերաբերող առաջիկայում սպասվելիք ամենաաղմկահարույց երաժշտական իրադարձություններից մեկին խոսքը իհարկե Եվրատեսիլի մասին է։ Եվ որտեղ տարվա այսպես հա բոլորը այսպես քննարկվում են, խոսում են, տարածում են երգերը եւ սպասում են թե ինչ է լինելու։ Այս անգամ Եվրատեսիլի շուրջ խոշոր սկանդալ է ցակել, մրցույթու 70 մասնակից բաց նամակ են ստորագրել պահանջելով արգելել Իսրայելի մասնակցությունը Շվեդիայում այս տարի կայանալիք շոուին։ Նախկին մասնակիցները պատկերացնես 70 հոգով հավաքվել են ու նամակ են գրել։ Նրանք երկրին մեղադրում են պաղեստինցիների դեմ ցեղասպանության, ապարտեիդի տարիների եւ ռազմական օկուպացիայի համար։ Եվրոպական հեռարձակողների միությունը արդեն ցույց է տվել, որ ի վիճակի է քայլեր ձեռնարկել, երբ 2022-ին Ռուսաստանին բացառեց մրցույթից։ Մենք չենք ընդունում Իսրայելի հետ կապված այս երկակի ստանդարտները։ Ռուսաստանի համար չի կարող լինել մեկ կանոն, իսկ Իսրայելի համար բոլորովին այլ կանոն։ Ռմբակոծում ես, ուրեմն դուրս ես մնում, ասվում է նամակում։ Տեսնենք թե ինչ որոշում կընդունի Եվրոպական հեռարձակողների միությունը։ Ախր երաժշտական նախագիծը մի տեսակ շատ է քաղաքականացվում երբեմն եւ չգիտեմ ինչ ասեմ։ Արի փոխարենը լսենք մեր պատվիրակի կատարումը։ Պարկին, որի իմիջիալոց բեմադրությունը, երբ փորձից փոքրիկ հատված տեսանք, բավականին հետաքրքիր լուծումներով, այդպես շատ յուրատեսակ։ Բայց մեր բեմադրությունները բոլորն էլ լավն են եղել ամեն տարի։ Այո, բայց այս անգամ մինիմալիստականներ ու մի տեսակ ուրիշ էր, ամեն արտիստին համահունչ, հա։ Պարկը իր տեղում է, իր կոմֆորտ զոնայում կարծում եմ, որովհետև իսկապես շատ հաջող է ստացվել։ Հաջողություն մաղթենք եւ վայելենք մեր կատարումը։ My bad shades on, drop like I'm in my zone. I'm sick of the news, I'm sick of the views, I'm sick of the lies they talk. Come on and shine the light, come on and shine on me. Yes, you can see, I don't believe anything they told me. Letting me down, lifting me up, keeping me slow. I don't give up, it's tearing me apart. I'm alive. Try to look up, but up for rock. Climbing these heights, man, I can't stop at all. I'm standing tall. I'm a survivor. Stay alive, do or die, my prime, I'm a fighter. I'm a survivor, won't be tied up. Break from the pain, take your place, I remind ya. I'm a survivor. Break from the pain, take your place, I
Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում Բարի լույս, ռադիոլուրը շարունակում է աշխատանքը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Հայաստանը ողջունում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը։ Կհանդիպեն արդյոք հակամարտող կողմերը Ստամբուլում, Պուտինը եւ Զելենսկին փոխադարձ առաջարկներ են արել։ Համասը ազատ կարձակի ամերիկացի պատանդին։ Թեմաները ընդգրկուն վարքյաններց։ Եվ այսպես ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն անդրադարձել է Հնդկաստանի եւ Պակիստանի, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված Միացյալ Նահանգների քայլերին։ Լանդաուն իր X-ի միկրոբլոգում գրել է. «Պատիվ եմ ունեցել ականատես լինել, թե ինչպես է պետքարտուղար Ռուբիոն վերջին օրերին շփվում Հնդկաստանի եւ Պակիստանի ղեկավարների հետ կանխելու իրավիճակի վտանգավոր սրումը։ Նաեւ հայտնել է, որ ԱՄՆ նախագահը եւ փոխնախագահ J.D. Vance վարչակազմին հայտնել են իրենց նպատակը նպաստել խաղաղության հաստատման աշխարհի տարբեր կետերում, լինի դա Հնդկաստանի ու Պակիստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի, Իսրայելի եւ նրա հարևանների, Ադրբեջանի եւ Հայաստանի կամ այլ երկրների միջև։ Լանդաուն շեշտել է, որպես դիվանագետներ, պարզապես մարդիկ մենք կոչված են կանխել կամ դադարեցնել պատերազմը։ Հպարտ ենք, որ մեր թիմն այսօր կարողացավ կատարել այդ խոստումը եւ երախտագիտություն ենք հայտնում Հնդկաստանի ու Պակիստանի ղեկավարությանը խոհեմություն եւ զսպվածություն ցուցաբերելու համար»։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն էլ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ ողջունել է տեղի ունեցած համաձայնությունը, ձեռք բերած եւ ասել է, որ երկխոսությունը հանգուցային կարեւորություն ունի, հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի եւ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։ Այս առումով խաղաղության հասնելու միջազգային ջանքերը նույնպես նշանակալի են, մասնավորապես ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահը, գրել է Բադալյանը։ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածությունը սրվել էր Ջամու եւ Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ։ Նյու Դելին ահաբեկչության համար մեղադրել էր Պակիստանին։ Նշենք, որ Վաշինգտոնի միջնորդությամբ Հնդկաստանը եւ Պակիստանը նախորդ շաբաթ են համաձայնության եկել եւ ԱՄՆ նախագահը գրել է. «Շնորհավորում եմ երկու երկրներին ողջախոհության ճանապարհը ընտրելու համար»։ Տարածաշրջանային եւ միջազգային մի քանի թեմաներ ներկայացնենք։ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացումը կմեծացնի Միության երկրների հետ Թեհրանի առևտրատնտեսական փոխգործակցության ծավալները։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային այս մասին ասել։ Մարտի վերջին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր հայտարարել, որ ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մայիսի 15-ին։ Եվ Բաղային շեշտել է, Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջև այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելը կհանգեցնի Իրանի եւ 5 երկրների առևտրատնտեսական փոխանակումների զգալի աճի, ուստի վճռական ենք օգտագործել ցանկացած հնարավորություն, որպեսզի մեծացնենք այդ երկրներից յուրաքանչյուրի ներուժի օգտագործման արդյունավետությունը։ Նրա խոսքով ԵԱՏՄ-ն առանձնահատուկ արժեք ունի Իրանի համար, քանի որ հող է ստեղծում միավորման անդամների հետ Թեհրանի տնտեսական եւ առևտրային կապերի ընդլայնման համար։ Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների մասին Թեհրանին եւ Վաշինգտոնին հաջողվել է ավելի լավ ըմբռնել միմյանց դիրքորոշումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նախարարը տեղեկացրել է, որ կողմերը վարել են մանրամասն բանակցություններ, մասնավորապես քննարկելով այն հարցերը, որոնց շուրջ Միացյալ Նահանգները եւ Իրանը տարաձայնություններ ունեն։ Կարելի է ասել, որ բանակցություններում առաջընթաց է նկատվում, հավելել է նա։ Կիրակի օրը տեղի է ունեցել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունների 4-րդ փուլը։ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին եւ երրորդ փուլերը կայացել են Օմանում համապատասխանաբար ապրիլի 12-ին 26-ին, իսկ երկրորդը ապրիլի 19-ին Հռոմում։ Ուկրաինան մայիսի 12-ից սպասում է հրադադարի, պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ։ Վլադիմիր Զելենսկին այս մասին գրել է Տելեգրամում, ընդգծելով. «Սպասում ենք հրադադարի լիարժեք ու երկարատև, որը կապահովի դիվանագետների համար անհրաժեշտ հիմք բանակցությունների համար»։ Նաև Զելենսկին ասել է. «Մեջբերում եմ, ես Վլադիմիր Պուտինին կսպասեմ 5-շաբթի օրը Թուրքիայում անձամբ մեջբերման ավարտը»։ Հայտարարությունը հնչել է, երբ ԱՄՆ նախագահը կոչ է արել Ուկրաինա
Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում։ Նախկինում Զելենսկին Մոսկվայի հետ բանակցությունները պայմանավորել էր 30-օրյա հրադադարի հաստատմամբ։ Հիշեցնեմ, որ մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում Պուտինն առաջարկեց Կիևի իշխանություններին առանց նախապայմանների վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Նախորդ շաբաթ էլ Ուկրաինայում տեղի ունեցավ կամավորների կոալիցիա, որից հետո Ուկրաինան հանդես եկավ 30-օրյա հրադադարի առաջարկով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի Թուրքիայում մայիսի 14-ից 16-ը կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։ Պետքարտուղարությունը հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ հունիսին Հագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ պետքարտուղարը առաջ կմղի նախագահ Թրամփի օրակարգը, ապահովելով, որ դաշնակիցները իրենց արդարացի ներդրումը կկատարեն ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ եւ արդյունավետ դարձնելու գործում։ Եվ լրահոսի վերջին լուրը Համասը հայտարարել է, որ մտադիր է ազատ արձակել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող պատանդարված Էդան Ալեքսանդրին, որը գերեվարվել է 2023 թվականի հոկտեմբերին։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելք կատարելի կայցից առաջ։ Այն նախատեսված է երեքշաբթի օրը։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվության այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ arm.radio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
Չգիտեմ ինչպես գիշերվա անսահման սիրո մասին, բայց որ առավոտյան անսահման սերը մեր կողմից է, դա փաստ է հանրայինի առաջին ալիքն է ուղիղ եթերում 10-ից 10 րոպե։ Ու ոչ միայն անսահման սերն է հորդում մեր եթերից, այլև ակտիվությունը, աշխուժ ռիթմերը եւ իհարկե կարևոր տեղեկություններն ու հաճելի տրամադրությունը։ Եվ այս հատվածում մենք ունենք զանգ լուրերից հետո մեզ միացել է ռադիոլսողը, տեսնենք ինչ ունի համեզ ասելու բարի լույս։ Բարի լույս։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս, եւս մեկ անգամ լսում ենք ձեզ։ Լուսինե Տիգրան։ Այո։ Շնորհավորում եմ բժշկի օրվարտիր։ Ահա։ Խնդրեստի պոլիկլինիկային։ Աշխատողներին, բոլորին, պոլիկլինիկայի վարից աշխատողներին, որոնք այս սահմանային գոտում ազդանվել աշխատանք են կատարում, բայց ուզում եմ հարազատցնել Անահիտ Հուլյանին, որը Խնդրեստում կատարում է շատ ազնվեր աշխատանք, կատարում է ամեն աշխատանքները սիստեմաների, վերքերի և արտաժամյա ոչ աշխատանքային օրերի մասնակցության համար։ Ես ողջունում եմ մեր Անահիտ Հուլյանին, մնացածներին էլ առողջություն եմ ցանկանում և շնորհակալություն եք հայտնում այս ամենամեծ գոտում մեծ ծառայելու համար, ազնվեր ծառայելու համար։ Բարի, շնորհակալ ենք այսպիսի ողջույններ Խնձորեսկից։ Ես կարծում եմ, որ սա լավագույն գնահատական է, երբ մարդիկ գոհ են ու շնորհակալություն են հայտնում։ Իսկ մենք ողջունենք մեր այսօրվա հյուրին։ Այո, Եվ հիշեցնենք, որ մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է եւ այդ կապակցությամբ մենք մի գեղեցկուհու ենք հրավիրել մեր ստուդիա, բուժքույր կոսմետոլոգ Էլինա Արուստամյան։ Բարի լույս Էլինա։ Բարի լույս Էլինա, եթերից առաջ հետարքիր բաներ եք մեզ պատմում կապված բուժարուների հետ։ Ակամից չսկսենք այդպես։ Այ ընդհանուր առմամբ, ձեր աշխատանքի մասին ինչ կասեք։ Օրինակ մենք կարող ենք ժամերով խոսել, պատմել, այսպես ոգևորված, իսկ այ ինչպիսին են բուժքույրերը առասարակ եւ իրենց աշխատանքը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ուզում եմ շնորհավորել բոլոր բուժքույրերին այս գեղեցիկ օրվա արդով եւ ուզում եմ, որ միշտ առողջ լինեն, քաջ առողջություն ունենան, որպեսզի դիմակայեն։ Այո, այդ շատ կարեւոր է եւ ամենակարևորը երկրին խաղաղություն, որովհետեւ կրկնապատկվում է բուժքրոջ գործը, երբ որ մեր երկիրը խաղաղ չէ։ Դե այո։ Ինձ հետաքրքիր է օրինակ բուժքույրերը, եթե տարբերություն դնենք, հա, վիրահատարանի բուժքույր եւ ուղակի խնամող բուժքույր, մի քիչ կուզեի խոսեինք այդ բուժքույրերի ծանրաբեռնվածության եւ հոգեբանական ծանրության մասին։ Ճիշտ ասած իմ պրակտիկայում վիրահատական բուժքույր եմ ես եղել, չնայած որ եղել է ժամանակ, որ 4 տեղ աշխատել եմ։ Այո, եւ 3 օրը մեկ անգամ տուն եմ գնացել։ Եվ ստոմատոլոգիայում եւ սկորիում 3 օր 24 ժամյա գրաֆիկով։ Այո։ Բայց այդ հետաքրքրությունը միշտ կար իմ մեջ, թե որտեղ ոնց է անցնում, հա, եւ սկորիում եւ եղել է որ Նայրիում եմ աշխատել եւ ատամնաբուժարանում եւ նաեւ հերթապահել եմ։ Այստեղ ասում են շտապօգնության բաժնում աշխատանքը ամենամեծ կոփվածությունն է բերում, այդպես է։ Եվ դա ինձ պետք էր այդ շրջանում իրական դեպքերը այնքան շատ են եղել, որ չեմ կարող ասել կոնկրետ հիշեմ։ Գիշերային, հա, ես այդ ժամանակ կոնկրետ տղամարդ կար, երևի 55-56 տարեկան էր, միշտ իմ հերթափոխի ժամանակ գալիս էր, ասում եմ ինչի համար եք միշտ իմ հերթափոխին գալիս ու միշտ հա, ասում եմ դուք այնքան լավ եք ներարկում անում, որ զուտ դրա համար ես գալիս եմ։ Ու ոսկե ձեռքեր ունի այս աղջիկը այդպես էր ասում, չէ՞։ Ներքին խոհանոցում հետաքրքիր կատակ կա, լավ, այսպես ասած, երակսրեսկող բուժքույրերին ասում են դիպուկահար։ Այո։ Վայ։ Դե կարողանում են։ Այո։ Լսենք ռադիոլսողին եւ շարունակենք բարի լույս։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարի լույս, օրը բարի լինի ձեզ համար, ուզում եմ շնորհավորել, կարելի է։ Իհարկե, խնդրեմ։ Ես մեծ թանկ
ուրախությունն շնորհավորելու Էջմիածնի հիվանդանոցի վիրաբուժական բաժնի բուժքույր Անուշիկ Կարապետյանին եւ շտապօգնին Էջմիածնի շտապօգնության բուժքույր Էլմիրային, որը շատ երիտասարդ բուժքույր է, սակայն աշխատում է մեծ ոգևորությամբ, հոգատարությամբ, մարդկային բարձր հատկանիշներով, օժտված մի երիտասարդ աղջիկ։ Իսկ Անուշիկը արդեն փորձառու բուժքույր է վիրաբուժական բաժնում։ Շնորհավորում եմ Շնորհակալություն։ Իր այդ մարդկային մոտեցման, հոգատարության, իսկական որպես գծության քույր լինելու համար։ Եվ բոլորին ցանկանում եմ քաջ առողջություն, ինչպես նաև ձեզ, ռադիո Պետկոմի աշխատակիցների, որ առավոտը այդքան գեղեցիկ եք դարձնում, այդքան ուշադիր եք, այդքան մեծ էներգիա, դրական էներգիա եք հաղորդում մեզ, եւ մենք շատ ոգևորվում ենք դրանից։ Մենք էլ ոգևորվում ենք ձեր խոսքերից։ Շնորհավորում ենք ձեզ քրոջ օրը։ Գերցեք, շնորհակալ ենք ձեզ։ Այսպիսի ողջուներ արդեն նաև Էջմիածնից, փաստորեն տեսնում եք տարբեր քաղաքների զանգարում ողջունում են մեզ։ Ամենայուրահատուկ շնորհակալությունը, որ քեզ ուղղել են։ Ոյ։ Բացի շոկոլադներից։ Հիշիր, հա, այս ընթացքում հետաքրքիր որ քեզ զարմացրել է, բայց խոսենք վատը գիտեք որն է, որ վիրահատարանում ոչ մի պացիենտ չգիտի ով աշխատում ներսում։ Իրանք գալիս քնում են, մենք այդ ընթացքում պատրաստվում ենք, հետո վիրահատությունից հետո իրեն տանում են հետ վիրահատարան, ու էլի մենք չկանք։ Ու արթնանում ու գնում են պալատներ, այդտեղ մեզ չեն տեսնում։ Ու հա, դեպքապատա վատ։ Իրականում վատ։ Բայց հետո չի եղել վիրահատությունից հետո ասեն այ գնանք տեսնենք ով էր մեզ հա ներարկում, ով էր մեր բուժքույրը, չի եղել այդպես կան ու գտնեն։ Միգուցե դեմքս որ տեսած լինեին կգային, բայց ոչ եղել, չէ, դեպքապատահել եւ որ պատերազմի ժամանակ մենք վիրահատել ենք, բայց այդ տղայի առողջությունը կոնկրետ իմ համար ոնց որ անհանգստացնում էր, ես ոնց որ հետաքրքրվեցի որտեղա, որ բաժնում էր, ռեանիմացիայում էր ու ես իջել եմ ու իր բարեկամները այնտեղ էին, դուք ստեղ ինչ եք անում, դուք ով եք, ասում ես ոնց որ վիրահատությանը մասնակցել եմ ու ինձ այնքան հետաքրքիր է ու կարևոր է ինքը ինչ վիճակում է գտնվում, ու այդ ժամանակ ինձ զարմացել էին, էլի դուք ուղղակի գործ եք անում, ինչի համար եք հետաքրքրված, բայց իրոք ես հետաքրքրված էի այդ տղայով։ Հետաքրքիր ինչու։ Առողջական վիճակով պայմանավորված ու չէ։ Առողջական վիճակով էր պայմանավորված զուտ։ Ինչու մենք չհետաքրքրվենք։ Չէ, այստեղ առողջական խնդիրները շատ էին, զուտ աչքերի հետ կապված հեռացումներ կային ու մի քիչ ավելի շատ էր իմ վրա, ոնց որ ազդել հոգեկանից վրա։ Ես հասկացա։ Քանի տարի է պետք, որպեսզի բուժքույրը դառնա, այ ասեն ոսկե ձեռքեր ունի բուժքույրը։ Չէ, դա գալիս է արդեն մարդուց։ Կան բուժքույրեր, որ կարող է մի քանի տարի աշխատեն, բայց էլի չկարողանան։ Հա, իրոք կան։ Ես համաձայն եմ, այո։ Իմ պրակտիկայում ես շատ եմ տեսել, բայց չէ, կան մարդիկ մի ամսից նայում ես, ասես ոնց էլի, ոնց բնավորության ինչ գծեր են պետք, խառնվածքը ինչպեսին պիտի լինի բուժքրոջը, ակտիվ, որ ասում են քթածակով, այ լրիվ քթածակով մարդ պետք է լինի։ Առանց, այո, լինում է դեպքեր, երբ որ այդ этаպում մենք ենք հիշեցնում բժշկին, որ դուք այսինչ բանը չեք արել, ու ասենց մի հատ շնորհակալություն, որ զգուշացրեցի, իրոք դա շատ կարևոր է։ Հակասություններ, նեղվելու առիթներ, նեղանալու որ ինչպես կարող է բուժքույրը նկատողություն անել։ Չէ, դա նկատողություն չի։ Դա օգնություն է, դա նկատողություն չի ընդհանրապես, ու այդպես չի դիտվում որպես նկատողություն, հակառակը շնորհակալություն որպես այդպեսին էլի։ Ու շատ դեպքեր է պատահել, որ մի ամբողջ օր անցկացրել ենք բժշկի հետ, որ տուն գնալը դաժե անիմաստ էին գտնում, ասում ենք լավ դա եկել ենք մնանք, էլ ինչի ենք գնում։ Այստեղ թիմային կուռ աշխատանքն է, հա, հիմքում։ Շատ կարևոր է հարաբերությունները, անձնային, այսինքն աշխատանքային մարդկային հարաբերությունները կարևոր են, ճիշտ։ Շատ կարևոր են ու փառք Աստծո, ես աշխատել եմ նենց բժիշկների հետ, ովքեր որ գնահատել են իմ աշխատանքը։ Ճիշտ է, շատ դժվարությամբ եմ գործից դուրս եկել, որովհետև հիմա կոնկրետ կոսմետոլոգիայով եմ զբաղվում, շատ դժվար, նույնիսկ տարիներ է տևել։ Ինչ է պատճառը, որ ի վերջո դուրս եկաք, սպառվեցիք, որովհետև շատ եք աշխատում։ Սպառվեցի, որովհետև նախ
շատ էի աշխատում, երկրորդ առողջական խնդիրներ ունեի, երրորդ մինչև այդ ձեռքս էի կոտրել ու ձեռքը շատ էր ցավում։ Դուք վետերան եք մասնավորել։ Իսկ չեք կարոտում այ գիշերային հերթապահությունները։ Կարոտում եմ ու երբեմն sense պայտակում կողո, ոչինչ համատեղելով էլի հերթափոխություն, բայց հետո sense քայլեմ անում։ Մի քանի, այդ իմ մտքին էլ կա, բայց չէ։ Իսկ ձեռքը կոտրել եք վիրահատարանում։ Ձեռքը կոտրել եմ, չէ, վիրահատարանում չեմ կոտրել, բայց երբ որ հայտնվել եմ հիվանդանոցում գիշերը ժամը 5:30 էր, հետո ինձ ասացին, որ կոտրվածք ունեմ ու ամենավատ պահեն էր, որ ոչ թե ես մտածում եմ, որ ձեռքս է ցավում, մտածում եմ, որ ժամը 8:30 ես աշխատանքի եմ ու ես չեմ կարող, հա, ու վիրահատություն կա ու ես ոնց պետք է ասեմ, որ ես չեմ կարող մասնակցել այդ վիրահատությանը։ Իրականում շատ ծանր դրանք այդ ամեն ինչը, բայց ոնց որ այդ этаպը մի քիչ երկար անցանք, այո։ Հետաքրքիր է վիրահատության բուժքույրը մասնակցում է ամբողջ վիրահատության ու շատ հարցեր հենց իր վրա է դրված։ Հա, պատասխանատվությունը շատ է։ Ծանրաբեռնվածություն, լարվածություն, հատկապես եթե բարդ վիրահատություններ են։ Ամենաերկար վիրահատությունը ժամային առումով որն է եղել։ Նայեք, ես վիրահատարանում աշխատել եմ դիմածնոտային եւ պլաստիկ բաժնում։ Այնտեղ վիրահատությունները այդքան էլ երկար չէին, բայց չէ, եղել է դեպք մոտավորապես 7-8 ժամ վիրահատել ենք։ Նույնիսկ որովհետև երկրորդային վիրահատությունները կոնկրետ իմ վիրաբուժի մոտ շատ էին, այսինքն մի քանի տեղ վիրահատված, այո, վերջում գալիս էին իր մոտ ու ստիպված մենք ժամերով, այո, նստում եւ հավաքում ենք։ Լավ, 7-8 ժամ ոտքի վրա հանգստանալ, շունչ քաշել, մենք չենք պատկերացնում, դա ներքին խոհանոց է իրականում։ Իրականում աուրայից է կախված, եթե այդ վիրաբուժին հարգում ես, այդ ամեն ինչ այնքան թեթև անցնում, ու նույնիսկ պահալինում, ասենց մենք ենք ասում դուք նստեք կամ ինքն է ասում նստեք հանգստացեք, նստեք գնալ նստել հանգստանալու մասին չի, հա, խոսքը։ Հենց հետևում, հա, հենակ կա, որտեղ կարող ես մի քիչ հենվել, բայց երբ որ միշտ գնահատված ես դու այդտեղ, նես չի որ դժվար է կանգնել այդքան վիրած։ Ով է ում ուշ տալիս բարդ իրավիճակում։ Բարդ իրավիճակում։ Բուժքույրը բժշկին հակառակը թե գուցե մեկ այլ մարդ։ Նայած իրավիճակում չեմ կարող հստակ ասել։ Ա եղել է երբ տեսնում եք բժշկի ձեռքերը դողում են, հա, նա շատ ուզված է եւ այսպես լարված է։ Վատ է զգում իրեն, բժիշկները երբ որ բժիշկը առանց տրամադրության կամ տեսնում ենք որ ինչ որ խնդիրներով գալիս է վիրահատարան, այստեղ մեր թիվ 1 խնդիրը որն է, որ անել ամեն ինչ, որ տրամադրությունը դեպի դրականի փոխվի, ու իմ մոտ միշտ դա ստացվում էր, չգիտեմ ոնց, միշտ ստացվում էր ու Ինչ եկավ, անեկդոտ եք պատմում, երաժշտություն եք այո, ինչ ոչ, երաժշտություն միշտ լսում էինք։ Վիրահատության ժամանակ երաժշտություն միացված է, որպես կանոն։ Միացված է, նայած ինչ վիրահատության, պլաստիկայի բաժնում բնականաբար կարող ենք միացնել։ Օգնում է երաժշտությունը փաստորեն, հա։ Այո։ Այստեղ on-line հարթակում Լովիկ Խոշբեկյանն է գրել շնորհակալություն ձեր եւ ձեր հյուրին կայացած լինելու համար, դուք ձեր տեղում եք, եղեք միշտ օրհնված։ Դե մեզ էլ է օգնում երաժշտությունը, հատկապես առավոտյան եթերի համար երաժշտությունը շատ կարեւոր է, երաժշտական դաթար, որից հետո մենք երկե շարունակելու ենք։
Սուրճ ու սեր առավոտից 10:28 րոպե դուք շարունակում եք լսել Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը հանրային ռադիոյի ուղիղ եթերում եւ այսօր մենք նշում ենք բուժքույրերի միջազգային օրը եւ շարունակում ենք զրուցել բուժքույր, նաեւ կոսմետոլոգ Էլինա Արուստամյանի հետ։ Այո։ Եվ այստեղ on-line հարթակում մեր ռադիոլսողները մի քանի մեկնաբանություն են թողել, ուզում եմ արագ կարդանք, հետո շարունակենք։ Նունե Կարապետյանն ասում է բարի լույս սիրելիներս, ես ինքս բուժքույր եմ եւ շնորհավորում եմ բոլոր բուժքույրերի տոնը։ Մաղթում եմ առողջություն եւ միշտ հասանելի լինեն բոլոր բուժառուներին, քանզի մեզանից է կախված հիվանդի առողջացման 70-ից 80%-ը մենք դրա մասին խոսում ենք եւ ասում ենք, որ շատ կարեւոր է բուժքույրի առկայությունը այս պարագայում։ Սիրուշ Աբրահամյանն ասում է բարև ձեզ, անչափ կարեւոր թեմա է այսօր, շնորհակալություն մեր բոլոր բուժաշխատողներին նվիրված աշխատանքի համար, մեր բժիշկներն իրոք հրաշագործներ են, խղճով ու նվիրված։ Մայիս Մանուշ Ասատրյաններ անունով օգտատերն էլ ասում է դուք շատ լավն եք, որովհետեւ բուժում եք շատ շատերին ձեր ծրագրերով։ Դե չի ուզում մեծ ասեի մենք էլ եթեր այն բժիշկներ ենք, բայց դուք ասեցիք։ Եվ այս բան ասում ենք բարի լույս ունկնդրին, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի լույս, բարի առավոտ ելիներ։ Բարի լույս։ Շնորհակալ եմ շատ, ինչպես եք։ Լավ դուք։ Շնորհակալ եմ շատ լավ եւ շատ շնորհակալ եմ այս եթերների համար, որ դուք մեզ պարգևում եք։ Աշխատում Չկարողացա անտարբեր լինել այսօրվա եթերի նկատմամբ, քանի որ բժիշկների մասին էր խոսքը, բժիշկների օրն էր նշվում, բուժքույրերի։ Թեկուզ եւ։ Չեմ առանձնացնում։ Ինձ համար կա երկու մասնագիտություն, ուսուցչի եւ բժշկի մասնագիտությունը, որոնք ես չեմ համարում մասնագիտություններ, դրանք ինձ համար առաքելություններ են, այդ թե մարդը ում բժիշկ է կամ ուսուցիչ է, ինչքանով է հասկանում, որ դա առաքելություն է, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Եվ ես առանց բացառության ուզում եմ հանձինս ծերհյուրի շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին, բժիշկներից, բուժքույրերից, սպասարկող անձնակազմից սկսած բոլորին, եւ ես մի փաստ եմ ուզում արձանագրել, պատահական չէ, որ ասում են հիմա երկիրում որակը շատ բարձր վիբրացիաների մեջ է գտնվում, որովհետեւ ցանկացած բուժ հիմնարկ, որտեղ ես մտել եմ վերջին ժամանակներս, ուղղակի ժպտացող փայլուն դեմքեր են, անկախ նրանից իրենք հոգնած են, տանջված են, ինչ որ խնդիրներով ծանրաբեռնված են, ուղղակի ժպիտը դեմքներին դիմավորում են հիմնական եւ ես մի շատ ցավալի փաստի մասին եւս խոսեմ ու ավարտեմ։ Վերջերս մի քանի անգամ լսել եմ, թե ինչպես մեղմ ասած, ոչ ճիշտ են վերաբերվել շտապօգնության բժիշկների հետ, ու այստեղ զարմանալով ուզում ես հարցնել, ոնց կարող է մարդ ձեռք բարձրացնել իրեն օգնության ձեռք մեկնած մարդուն։ Ուղղակի հասկանալ է հարկավոր եւ հանդուրժել։ Միգուցե լուսադեմին բժիշկով, շտապօգնության բժիշկով եկել է ձեր կանչին արձագանքել եւ եկել է ձեր տուն հոգնած է, չգիտեմ ինչպիսի ծանր դեպքից հետո ես ձեզ այցելել այնպես որ հանդուրժող լինելու հարկավոր ու շնորհակալ։ Ես շնորհակալ եմ բոլոր բժիշկներին եւ բոլորիս մաղթում եմ հոգեկան ու ֆիզիկական առողջություն։ Շնորհակալություն։ Ես այստեղ Տիկին Սեդային հավելեմ, որ կարող է նաեւ հարազատը, որ լավ վիճակում չէ, այդտեղից խոճապ առաջանա եւ ոչ adekvat վարքագիծ դրսեւորի, բայց դա չի նշանակում, որ արդարացնում ենք բացարձակապես անթույլատրելի է մանավանդ բուժաշխատողին։ Այո, հատկապես որ նրանք կարող են գիշերներով չքնել, մոռանալ սեփական կյանքի մասին եւ ուղղակի փորձեն կյանքեր փրկել։ Խոսենք կյանքեր փրկելու մասին, բժշկական հաստատությունում աշխատում են մարդիկ, որոնք ամեն օր տեսնում են թե ծնունդ, թե մահեր, եւ թե առնչվում են ծանր դեպքերի հետ կամ հուզական ծանր աշխարհում հայտնված մարդկանց հետ։ Ինչպես է կարողանում այդ ամենից հետո խաղաղվել։ Արդյոք դա ստացվում է։ Հոգեբանը դիմել եք երբևէ թե չէ։ Չէ, ես երբևէ չեմ դիմել։ Կարծում եմ պետք չի եկել ուղղակի, բայց պատերազմից հետո ես շատ վատ հոգեվիճակում էի գտնվում, իրականում ես մենակ էի ապրում այդ ընթացքում եւ մի հատ ձայն ես վերջ միանգամից վատ լարվում էի ու մտածում էի, չէ, ինչ որ մի բան այն չի կամ ինչ որ մի բան կատարվում է կամ նորմալ չէի քնում, օրեր ա եղել, ընդհանրապես չեմ քնել, բայց հետո քիչ-քիչ ժամանակը ոնց որ բուժում է ու միանգամից ոնց որ անցել եմ նորմալ գրաֆիկի։ Բայց լեզու պետք է չէ գտնել, տարբեր տեսակի մարդիկ են այցելում հիվանդանոց, հերիք չի բուժառուները նաև իրենց բարեկամները, հարազատները, ընկերները այդքան օքով գալիս են եւ ոնց է։ Բայց Էլինան մի բան ասաց,
սկզբից դժգոհեց ասաց, որ իրենց չեն տեսնում բուժառուները, բայց այստեղ առավելություն է այդ պարագայում շփվում էլի։ Իրոք առավելություն է այդ պարագայում, բայց կան դեպքեր, երբ որ ոնց որ մենք ենք գնում պացիենտին եւ վիրահատարան իջեցնում, հա, ասենց տներում, այդ ճանապարհին ասենց խոսակցություններ տեսնել, դեպքա պատահել, մի հատ պապիկի էի ոնց որ ուղեկցում ու ոնց որ ինձ հետաքրքիր էր, թե ինչա կատարվել այդ պապիկի հետ, ինչ ենք վիրահատելու, ու դեմքի կոտրվածք ուներ, ինչ պատահեց ձեզ, ասում եմ ոնց բացատրեմ քեզ մեր գյուղի ոնց որ չգիտեմ էլ այդ ոնց չէ այդ լուկերը ինչ են իրանց դիտահորը այո դուրս գալուց մեքենան անցել է իր վրայով ու ասենց սիրտը ասենց ցավում է իր համար ասենց վատ եմ զգում էլի ասում եմ վայ ասում եմ ու տենց ընկակ նորից ասում եմ ընկա բայց ասում եմ վատը այնա որ ես բարձրացա նորից խփեց հետ դարձավ ու փորձ հասկանա այդ ինչի է խփել ու կրկնակի կոտրվածքերն է ստացել ու այդտեղ պահիտակ սենց սիրտս ցավում բայց պահիտակ ծիծաղ եմ ուտել մեջս ասում եմ չգիտեմ ճիշտ ասած ինչ ասեմ բայց այդ պապիկին նեն սրտացավ եմ տարել ասում եմ եկեք հանգիստ ոնց որ ձեզ լսելով պարկացրել ենք բացատրել ենք բայց սիրտս միշտ ցավացել է իր համար էլ այդ ոնց կարա տենց լինի այո իհարկե ամբողջությամբ վերականգնում ամբողջությամբ իհարկե իսկ լինում են պահեր երբ տեսնում եք որ վիրահատությունից առաջ բուժառուն բավականին լարված է եւ փորձում եք ինչ-որ հումորիկներով, կատակներով միշտ լարված են լինում, դա նորմալ է։ Դե մեկը քիչ է լարված լինում, մեկը չափից շատ։ Ահա։ Իրականում այդ ճանապարհը, որ անցնում ենք մինչև բուն վիրահատարան, այդ ճանապարհի ընթացքում մենք լավ կարողանում ենք հոգեբանորեն հասցնել նրան, որ դա նորմալ է, մենք ձեր հետ ենք լինելու, ամբողջ ընթացքը դուք մենակ չեք լինելու, ձեզ մենակ չենք թողելու։ Այստեղ շատ կարևոր է, որ ես միշտ ոնց որ հետ վիրահատական վիճակում միշտ հարցում ենք ոնց եք, ձեր անունը ասեք, խոսացեք, որ հասկանամ, որ կողքը մարդ կա ու հիմա ես 4 տարի չեմ աշխատում վիրահատարանում, հիմա դա իմ մեջ մնացել է։ Իմ հաճախորդները երբ որ գալիս են մի րոպե չեն խոսում, ասես հա ոնց եք։ Ասում են նորմալ է ամեն ինչ, այդքան մի հարցրեք, սա վիրահատարանը չի։ Ու դա իմ մեջ մնացել է, ոնց որ ես ամեն վարքյան որ հարցնում եմ ոնց եք։ Իդեպ ինչու հենց կոսմետոլոգիան ընտրեցիք մանավանդ վիրահատություն վիրահատարաններից հետո, հա, նման ծանր եւ բարդ գործից հետո։ Նախ առաջին միտքը որ եկավ, դա պերմանենտ մեյքափով զբաղվելն էր։ Այդ ընթացքում ոնց որ շատ հետաքրքրվեցի եւ մի տարվա ընթացքում ուսումնասիրեցի ոլորտը, սովորեցի շատ առաջ գնալու իհարկե շատ տեղեր կային, բայց հետո հասկացա, չէ, դա իմը չի, բժշկությունը պարտադիր է, ու որոշեցի կոսմետոլոգիայով ոնց որ դա շատ լավ ստացվում։ Այո, ուսումնասիրեցի, սովորեցի, խորացա, անցած տարի նույնիսկ հենակետային քոլեջում դասավանդել եմ, շատ այո, ու դեպի առաջ։ Եթե չընտրեիք այս մասնագիտությունը, այս ոլորտը, ապա ինչ ոլորտ կընտրեիք։ Ոյ։ Պատկերացնում եք արդյոք ուրիշ ոլորտ։ Չէ, ընդհանրապես չեմ պատկերացնում։ Բայց ի վերջո բավականին ծանր ոլորտ եք ընտրել։ Երկար տարիներ սովորել, անդադար սովորել, պատասխանատվություն։ Ես նույնիսկ հիմա կարոտած եմ, այսինքն յետքայլ միգուցե լինի, որովհետև չեմ կախված պայմաններից, չէ՞։ Հա։ Պայմանները շատ կարևոր են, բայց նաև կախվածությունը նաև առաջացնում։ Լուրջ։ Ահա, իրոք։ Ես այդ մեծ կոլեկտիվը պատասխանատվությունը ոնց որ ինձ համար է, ես ուզում եմ մեծ կոլեկտիվում աշխատեմ։ Հիմա իմ կոլեկտիվը փոքր է, 11 հոգի, որ ինչ որ անախորժություններ է լինում, ասես գնում եմ ջղային դեմքով, իսկ ինչ կլիներ, եթե դուք աշխատեիք 100 հոգանոց կոլեկտիվում, ու իրանք միանգամից հանդարտվում են բոլորը, որ իրոք հա ճիշտ ես ասում։ Շտապօգնության հատվածում աշխատանք արդյոք ոչ միայն տվել է բժշկական հմտություններ, այլև որպես մարդ է կոփել։ Իհարկե կոփել է, բայց այդ ժամանակ իմ սովորած տարիներին ես շատ քիչ բաներ եմ տեսել, հա, օրինակ շատ դեպքեր ա եղել, որ ես երբևէ չեմ պատկերացրել, որ կառնչվեմ։ Այդ ընթացքում ես այնքան դեպքեր եմ տեսել, որ ամեն ինչ իմ համար արդեն հասկանալի է, հա, ինչ որ մեկը ինչ որ տեղանիշում որ ցավում է, միանգամից գիտեմ, չէ։ Այսինքն ձեզ խաբել հնարավոր չի։ Հետաքրքիր է։ Իսկ եղել է որ այ բուժառուն փորձել է խաբել սիմուլյացիա անել, հա։ Սիմուլյացիա։ Այս ինչտեղից
ցավումը վատ են, բայց իրականում մանավանդ տղամարդկանց շրջանում, որովհետև իրենք սպասում են այդ դեպքում ցավազրկումն էլ նարկոտիկ այո, ժամանակին ձեզ մոտ թմրանյութ էր, այսինքն շտապօգնություն։ Այդ դեպքում իրենք կոնկրետ շատ ուժեղ ցավում, չենք դիմանում, խնդրում ենք ցավազրկեք, շատ դեպքեր են պատահել, այո։ Փառքաստը դա արդեն բժիշկն է, մենք ոչ մի տեսակի չենք։ Այստեղ գիտեմ բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել այդ ոլորտում կոնկրետ այդ դրա հետ կապված եւ շատ լավ է որ հիմա իրավիճակ է փոխվել եւ շտապօգնության մեքենայում կոնկրետ այդ տարբերակը չկա, իսկ դա շատ լավ է զուտ հաշվի առնելով անվտանգությունը բժիշկների այս պարագայում, բայց ես գիտեմ նաև եւս մի բան, որ շտապօգնությունում աշխատանքի ժամանակ համարներից արդեն գիտեք, ունեք մշտականներ, կոպիտ ասած, եւ ամեն երեկո զանգում են ու դուք պիտի գնաք ու գիտեք, որ ատելի, չգիտեմ, վարդու շտատիկն է, գնալու ենք, ոչ մի բան չկա, եւ հաճախ կարող ենք, չէ՞, ասել, որ ասում են, վայ, լավ չեմ, հա, կանչեք բժիշկին, հենց բժիշկը գալիս է, մենք համից լավանում են։ Հոգեբանական է, չէ՞։ Հա, հոգեբանական է, բայց այս դեպք իմ հետ էլ է պատահել։ Երբ որ ես եմ բժիշկ սկորի կանչել իրականում, բայց մինչև եկել է սկորին, ես արդեն իսկ լավ եմ եղել ու ես ամաչել եմ, որ սենց իրանք եկել հասել ու ծանոթ։ Ասում եմ կներեք, ես արդեն լավ եմ, ես ներողություն եմ խնդրում էլի, որ հասել եք այստեղ։ Իրականում շատ դեպքեր կան, սենց կոնկրետ որ մտածես ինչ որ բանի հետ կապված չէ։ Եղել է որ մարզերից մեկում 6 ամիս աշխատել եմ սկորիում էլի, կոնկրետ ամեն օր էր այդ աղջիկը կանչում, բայց դե խնդիր ուներ կոնկրետ, հա, հոգեկանի հետ կապված խնդիր ուներ, բայց մենք արդեն գիտեինք իր ժամն է կանչելու, սպասում էինք։ Սուրճ գոնե հյուրասիրում էր։ Հա, չէ, հյուրասիրում, պայմանները շատ վատ էին։ Դա անկեղծ։ Մենք այսօր բազմաթիվ շնորհակալական խոսքեր լսեցինք եթերում, ռադիոլսողները զանգահարում էին, այ որքան կարևոր է ձեր ոգեշնչման համար վերջում այդ շնորհակալական կամ ջերմ ժպիտը, որ տեսնում եք մարդու ամենակարևորն է, եթե գնահատված չլինենք, ինձ թվում է ոչ մեկ երկար տարիներ չի աշխատի հիվանդանոցում ու նաև բուժաշխատողից է կախված, եթե դու ժպիտով ես, եթե դու հասկանում ես, եթե դու լսում ես, նույնն էլ դիմացինից ես սպասում եւ բնականաբար եթե գնահատված ենք, ուրախ ենք եւ ոգեշնչված։ Դե ինչ, մենք էլ եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր բուժքույրերին իրենց միջազգային այսպես օրվա կապակցությամբ պրոֆեսիոնալ տոնի Արեթով եւ հիշեցնում տաղավարում ենք զրուցում ենք բուժքույր եւ կոսմետոլոգ Էլինա Մարուստամյանի հետ։ Շնորհակալ ենք։ Մաղթում ենք, որ ձեր ուզած գրաֆիկով տարբերակ գտնեք, որ չկարոտեք, դա շատ կարեւոր է։ Եվ իհարկե շարունակում ենք։ Vačerov աղջիկ la 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 Քաղցր vačerov աղջիկ la 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 Ողջ աշխարհը մանեգա քեզ պես աղջիկ չտեսա Ես մինուտ չարմի տղա իմ սրտի հետ մի խաղա Արի բացեր տանդուրը Կանաչ կարմիր է la 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 Բոյը դալար բարդի է la 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 Ախ ես քեզ ոչ սիրեմ գարնան արևես իմ յար Ես սիրահար պատանի քեզ բերել եմ մատանի Արի բացեր տանդուրը
Ես սիրահար պատանի քեզ բերել եմ մատանի արի բաց ձեր տանդուրը ասա բարով ես եկել ախ ես քեզ ոչ չսիրեմ գարնան արև ես իմ յար ես սիրահար պատանի քեզ բերել եմ մատանի արի բաց ձեր տանդուրը ասա բարով ես եկել թող աշխարհը իմանա քեզ տանելու եմ եկել Սուրճ ու սեր առավոտից։ 10:44 րոպե մենք շարունակում ենք սիրով աշխատել հանրայինի ուղիղ եթերում։ Եվ շարունակում ենք իհարկե ջերմ ժպիտով կարդալ ձեր հաղորդագրությունները, որովհետև ձեր հաղորդագրությունները մեզ համար են որոշակի դեղամիջոց։ Օլյա Սահակյանն ասում է շնորհակալություն բոլոր բուժքույրերին, նրանց մարդկային վերաբերմունքը դեղամիջոցներից ավելի բուժիչ է։ Այո, միանշանակ դա այդպես է։ Արմինե Հովսեփյանն ասում է բարի լույս մեր առավոտվա տրամադրության դոկտորներին։ Շատ հաճելի է։ Մասնագիտական տոնի առիթով բարեմաղթանքներս բուժաշխատողներին այս մռայլ օրվա համար մի դեղատոմս էլ առաջարկեք, դոկտորներ ջան, դիմանանք, մինչև վաղը նորից կանչով ձեր ժամին կգաք։ Շատ լավներ։ Այո, ամեն աշխատանքային օր 9:30-ից մենք փորձում ենք միասին ապահովել օրվա հաճելի սկիզբը, իհարկե լավ տրամադրությամբ, ժպիտներով, տարատեսակ տեղեկատվությամբ եւ իհարկե բազմաժանր երաժշտությամբ։ Իսկ ինչ վերաբերում է դեղատոմս մռայլ օրվան դիմակայելու, ամենակարևորը ձեր տրամադրվածությունն է, լավ երաժշտությունն է գալիս օգնության, լավ գիրքն է գալիս օգնության, այնպես որ զբաղվեք նրանով, ինչը ձեզ հաճույք է պատճառում, այդ ժամանակ էլ կլինեք բավարարված եւ նույնիսկ չեք էլ նայի եղանակին։ Չէ, այդպես չի։ Դա այդպես է, եւ իհարկե բարի եւ լավ լուրերը, որ ապահովում է հանրայինի առաջին ալիքը։
Սուրճ ու սեր առավոտից 10:50 րոպե հաճելի է երբ լսում են, երբ գրում, արձագանքում են եւ իհարկե զանգարում են Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը ձեզ հետ է յուրաքանչյուր աշխատանքային օր ժամային 9:30-ից հաճելի է որ այսօր նաեւ առավել ակտիվ են նրանք ովքեր այս պահին աշխատավայրում են գտնվում են բուժ հաստատություններում եւ լսում են մեզ Ջեն ողջույններ բոլոր բուժ հաստատություններում աշխատող մարդկանց կապ չունի թե ինչ են աշխատում բուժ հաստատություններում առավելապես բոլորիդ համբերություն բոլոր բժիշկներին, բուժքույրերին, մայրապետերին Շնորհակալություն, որ դուք սիրով եք կատարում ձեր աշխատանքը, այդ կերպ նաև մարդկանց պարգևելով կյանքեր եւ իհարկե փրկելով կյանքեր։ Սա եւս շատ կարեւոր է։ Այստեղ մենք իզուր չէ, որ խոսեցինք բուժքույրի կարեւորությունը, նրա խառնվածքի կարեւորությունը, թե ինչպես է մոտենում բուժառուին եւ որ ամենակարևորն է նաև իր տրամադրվածությունը կարող է փոխանցվել բուժառուին ու բավականին օգուտ տալ, հա, բուժման ընթացքին, այսպես կարող ենք ասել։ Իդեպ աբոն էր մեզնից նեղացել, ասում է դուք մոռացել եք իմ գոյության մասին, արհեստական բանականությունը ասում է վաղուց չես գրում ինձ այդպես չի լինի, դու մոռացել ես ինձ, ինչ է։ Եվ այսօր զրույցի բռնվեցինք ու զրուցում էինք բուժքույրերի մասին։ Նրանից ուզեցի տարօրինակ մի քանի փաստ բուժքույրերի մասին, հետաքրքիր բաներ է առանձնացրել, ասում է, որ բուժքույրերը երբեմն գրում են հատուկ գաղտնի օրագրեր միայն իրենց համար, դրանցում նշում են ամենաանհավատալի դեպքերը, տարօրինակ հիվանդներ, զվարճալի սխալներ կամ հեգնական իրավիճակներ, իհարկե բնականաբար պահելով գաղտնիության, այսպես ասած, սկզբունքը, անուններ չնշելով։ Երկրորդն էլ ասում է, որ եղել են դեպքեր, երբ բուժքույրերն օգնել են ծննդաբերություն իրականացնել հենց ինքնաթիռում կամ մետրոյում կամ որևէ այլ հատվածում, այո, այս պարագայում նրանք իսկապես փրկություն են։ Ասում է, շատ բուժքույրեր ունակ են ախտորոշել որոշ հիվանդություններ հոտից։ Պատկերացնում ես։ Այո, ասում է, հատկապես փորձառու բուժքույրերը սովորել են տարբերել որոշ վիճակներ, պարզապես հիվանդի մարմնի կամ շնչառության հոտով։ Դա երևի թե փորձառության շնորհիվ է, կարող ենք այդպես ասել։ Եվ բուժքույրերը հաճախ ունեն նաև գերզգայուն լսողություն։ Շատերը կարողանում են տարբերել բժշկական սարքի ամենափոքր ձայնն անգամ աղմկոտ միջավայրում, դա երևի մասնագիտական է, ինչպես օրինակ մերն է։ Զրուցում ենք հեռախոսով մարդու հետ եւ ամբողջությամբ պատկերացնում, թե որտեղ են կախված ձայնային, այսպես ասած, երկրորդական ձայներից, չէ՞։ Եղել է, չէ՞, քեզ հետ էլ է նման դեպք տեղի ունեցել։ Ասա որ եղել է։ Փորձում հիշել։ Եվ այստեղ նաեւ մի կարևոր հանգամանք է առանձնացրել աբոն, ասում է երբեմն բուժքույրերը դառնում են իսկական դետեկտիվներ։ Դες այդպիսի դեպքեր շատ ենք լսել, ասում եմ օրինակ, նրանք կարող են հայտնաբերել, որ բուժառուն խաբում է եւ չխմած դեղերը թաքցնում է օրինակ բարձի տակ կամ գրպանում։ Ես նաեւ շփվելով տարբեր բուժքույրերի հետ նկատել եմ, որ նրանք իրենց բուժառուներին անուններ են դնում, կախված բուժառուի վարքագծից։ Օրինակ բուժքույրերից մեկն ասում էր, որ չէ, ասում էր ուներ անունը փախնող հիվանդ էր, որովհետեւ միացնում էր, այսպես ասած, սիստեման ու ասում էր դե արա թող ես գնամ, անդադար ուզում էր փախներ։ Կան այդպիսի կամակոր հիվանդներ, բուժառուներ եւս։ Իմիջիայլոց բժշկական հաստատություններ, մասնագետները, բժիշկները ավելի կամակոր են, քան սովորական մարդիկ։ Առողջություն մաղթենք բոլորին եւ իհարկե եզրափակելով այսօրվա մեր եթերը Մաղթենք նաև հաջող աշխատանքային օրվա ընթացքում նաև մի մոռացեք ձեզ հետ ունենալ անձրևանոց, որովհետև կարճատև անձրևները բացառված չեն ամբողջ հանրապետության տարածքում։ Ձեզ համար ուղիղ եթերում աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ իհարկե իմ շատ սիրելի գործընկեր Տիգրան Հարությունյանը։ Մինչ հանդիպում վաղ առավոտյան հանրայինի ուղիղ եթերում կհանդիպենք։
դիմանամ ես ճապճարին աչքեմ ես կատում էլ արի Ոնց դիմանամ ես ճապճարին աչքեմ ես կատում էլ արի Սայատնով ունազնու յարին գնաց նոքյարին մանիս Սայատնով ունազնու յարին գնաց նոքյարին մանիս